Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Եթերում քաղաքացի Հովհաննես Թումանյան հաղորդաշարն է, բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, սա Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հեղինակային հաղորդումն է, ես Գարեգին Խումարյանն եմ, երկրորդ խոսափող Նարինե, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոչ տիպիկ պետք է սկսենք մեր այս հաղորդումը, հարգելի ռադիո լսողներ, որովհետև մի հոդված կա, որը պետք է Նարինեին խնդրեմ ընթերցի ամբողջությամբ։ Դարասկզբի հայ-վրացական պատերազմը դեռ նոր է ավարտվել ու հայ եւ վրաց մտավորականների միջև բնական է պոլեմիկա է ընթանում պատճառների, հետևանքների ու այն մասին, թե ինչ է լինելու հետո։ Հրաշալի մի հոդված 1919 թիվ Հովհաննես Թումանյանի պատասխանը վրաց մտավորականներից մեկին, ուղղակի անհամբեր եմ լսել հոդվածը մինչև վերջ։ Շատ լավ, այսինքն ես պիտի ծայրից ծայր կարդամ։ Պետք է խնդրեմ։ Որտեղ բավական մեզանից մեկը պետք է կարդա, ձեզ մոտ դա շատ ավելի լավ կստացվի։ Ըստ էության սա բաց նամակ է, ոչ թե հոդված, որը հետո հոդվածների ժողովածուում տեղ գտավ։ Պատասխան Տիցյան Տաբիձեին։ Իմ ազնիվ բարեկամ եւ ընկեր, ներողություն եմ խնդրում, որ ուշացրի ձեր հրապարակական նամակի պատասխանը։ Ուշացնելու պատճառը, ինչպես հայտնի էր ժողովրդի ձայնի համարում այն եղավ, որ հենց այդ ժամանակ մեր երկու կառավարությունները սկսեցին հաշտության բանակցություն եւ ես սպասեցի դրա ելքին, իսկ դրա այս կամ այն ելքը մեծապես ազդելու էր իմ պատասխանի վրա։ Բարեբախտաբար գործը հաշտությամբ վերջացավ եւ երկու կողմից էլ պատրաստակամություն հայտնեցին հրապարակավ պարզելու, թե ով է մեղավոր պատերազմի համար։ Ուրեմն մենք մի որևէ առողջ խոսք ասելու համար պիտի սպասենք նրանց խոստացած բացատրություններին։ Դուք ձեր նամակում ազնիվ ու բարի ցանկություններ եք հայտնում մեր ժողովուրդների ու մեր հայրենիքների վերաբերությամբ եւ ասում եք ձեզ նման են մտածում եւ ձեր մյուս ընկերները, որոնց ճանաչելու եւ սիրելու հաճույքն ունեմ։ Ուրիշ կերպ լինել չէր էլ կարող, չէ որ դուք ձեր ժողովրդի ներկայացուցիչներն եք, ոչ թե այն ներկայացուցիչները, որոնք ընտրական քվեատուփերից են ծնվել, այլ այն ներկայացուցիչները, որոնք ծնվել են իրենց ժողովրդի ազգային ոգուց ու հանճարից։ Իսկ այս երկու տեսակի ներկայացուցիչների մեջ հսկայական տարբերություն կա։ Այն տեսակ տարբերություն, ինչ տարբերություն որ կա կախեթի այգու խաղողի ողկույզի մաքուր հյութի մեջ եւ խանութում ի ցույց դրված շշի միջի հեղուկի մեջ, որի վրա գրված է կախեցկայե վինո։ Խանութում վաճառվող շշի գինեներից 1000-ից մեկն է իսկականը լինում եւ սովորաբար կեղծ է լինում։ Իսկ այգու ողկույզի հյութը ոչ կեղծ կարող է լինել, ոչ էլ հնար կա կեղծելու։ Դրանցից մեկը գինեվաճառն է լցնում, մյուսը բնությունն ինքը։ Մեր մոտ ոնց է վրացիների հետ, չէ՞, կամ մի մասը այսպես բևեռների մեջ էլի կամ հայոց քարտլոս են խաղում տրնգի են ապարում իրար հետ, մյուս մասը ասում են մենք ձեզ կոչնչացնենք, կլցնենք սև ծովը, բայց նորմալ խոսակցություն հայ-վրացական երբեք չի եղել։ Պարզը իրենցից այդ օրակարգը չի գալու, իրենք փոքր են, իրենք չեն էլ կարող այդ օրակարգը ունենալ։ Բայց այն որ մենք այս 25 տարվա ընթացքում սեղանին իրոք չենք դրել հայ-վրացական հարաբերությունների ու համատեղ գործողությունների։ Բայց մենք ում սեղանին ինչ ենք դրել։ Մեր երկրում գործում են այլ պետությունների շահեր։ Իրանց էլ իդեպ։ Հա, իրանց տարբեր։ Իրենց մոտ մեկ պետության, մեզ մոտ մեկ այլ պետության, այդ տարբեր պետությունների շահեր։ Մի անգամ Չախալյան Վահագնին, ով կարելի ասել իր կյանքով, ապրածով շատ լավ գիտի ինչ է Վրաստան ու ոնց է, կախվածությունների մասին ենք խոսում, նա պնդում է, որ Վրաստանը Ամերիկայից ու Թուրքիայից անգամներ ավելի շատ է կախված, քան Հայաստանը Ռուսաստանից։ Այսինքն մենք էլ պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք մեկից, ով իր գլխի տերը չի։ Այո, բայց կախված ենք, մենք ավելի քիչ ենք Ռուսաստանից կախված ինչ առումով։ Այնտեղ ֆինանսական առումով քաղաքական որոշումներ կայացնելու ինքնուրույնության իմաստով։ Բայց եթե մենք այ երկու ժողովուրդ հասկանալով, որ սրանք սրանցից են կախված, մենք սրանցից ենք կախված, կարողանանք այ մեր այդ կախվածությունները միմյանցով ինչ որ կերպ փոխլրացնել, ինչ որ ընդհանուր օրակարգ ունենալ։ Ինձ թվում է մենք շարունակելու ենք կախված մնալ։ Մենք ռուսներից, իրանք ամերիկացիներից ու թուրքերից, քանի մենք չսկսենք գործել համատեղ։ Հաղորդման ամբողջական տարբերակը հասանելի է միայն բաժանորդներին։ Բաժանորդագրության գործընթացը ձեզանից վայրկյաններ է խլելու։ Եթե հիմա մեր կայքում եք լրատվական.am-ում, ապա պարզապես սեղմեք բաժանորդագրվել կոճակը վերին աջ անկյունում։ Եթե YouTube-ում եք, մտեք խնդրեմ լրատվական.am/subscribe էջը։ Հղումը այս տեսանյութի տակ է նկարագրության մեջ։ Տարբերակ առաջին։ Ընտրեք 1 ամսվա, կես տարվա կամ 1 տարվա բաժանորդագրությունը, ապա սեղմեք բաժանորդագրվել կոճակը։ Համակարգը կխնդրի ձեզ ներկայանալ։
Լրացրեք ձեր անունը կամ որևէ ծածկանուն, մուտքագրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ մի գաղտնաբար հորինեք ձեզ համար։ Հաստատեք, որ ծանոթացել եք բաժանորդագրության պայմաններին եւ սեղմեք գրանցվել կոճակը։ Համակարգը ձեր email-ին փոքրիկ նամակ կուղարկի։ Բացեք այն եւ սեղմեք նամակի միջի հղումը, որը կվերադարձնի ձեզ մեր կայք, ապա սեղմեք շարունակել բաժանորդագրությունը կոճակը։ Համակարգը կտեղափոխի ձեզ էլեկտրոնային քարտային փոխանցումների տիրույթ, որտեղ ձեր քարտից փոխանցեք համապատասխան վճարումը ճիշտ նույն կերպ, ինչպես էլեկտրոնային այլ գնումների դեպքում։ Եվ բարի դիտում եւ ունկնդրում։ Տարբերակ 2. Եթե բանկային քարտն օգտագործել չեք ուզում, e-banking-ով կամ ձեր մոտակա բանկից փոխանցեք գումարն ահա այս բանկային հաշվին։ 1 ամսվա համար 990, կես տարվա համար 5500, 1 տարվա համար 8800 դրամ։ Սկրինշոթ արեք e-banking-ի վճարման անդորագիրը, լուսանկարեք կամ սքանարեք բանկային չեկը, ընտրեք այդ JPEG ֆայլը բրաուզերի միջոցով, ապա սեղմեք ներբեռնել կոճակը։ Այստեղ էլ համակարգը կխնդրի ձեզ գրանցվել անուն, ազգանուն, email, որևէ գաղտնաբար եւ այլն։ Ու 24 ժամվա ընթացքում ձեր email-ին կուղարկի բաժանորդագրության ակտիվացման կոդը։ Տարբերակ 3. 24 ժամվա ընթացքում բաժանորդագրության կոդ ստանալու համար կարող եք նաև պարզապես ուղարկել փոխանցման JPEG-ը support.lratvakan.am հասցեով։ Տարբերակ 4. Լրատվական ռադիոյի մուլտիմեդիա հարթակի բաժանորդագրային քարտերը վաճառվում են HiPost-ի Երևան քաղաքի բոլոր բաժանմունքներում։ Մտնում ենք lratvakan.am, սեղմում բաժանորդագրվել կոճակը, քարտի վրա զետեղված կոդը մուտքագրում ահա այստեղ, ապա սեղմում ակտիվացնել կոճակը։ Տարբերակ 5. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում եք, կարող եք օգտվել մեկօրյա SMS Express բաժանորդագրությունից։ Ուղարկեք 1065 թիվը 2500 համարով եւ ձեր համարին ստացեք պատասխան SMS-ը մեկօրյա բաժանորդագրության կոդով։ Մեկ SMS-ի արժեքը 220 դրամ է։ Ինչ են ստանում հայկական առաջին վճարովի լրատվամիջոցի բաժանորդները։ Որակյալ, տարբերվող, իրապես ազատ եւ անկողմնակալ մեդիա կոնտենտ, որն արտադրվում է հենց իրենց ֆինանսական օժանդակությամբ։ Ուստի զերծ է քաղաքական ու տնտեսական շահեր ներկայացնող զանազան խմբերի ազդեցությունից։ Ստանում է այդ կոնտենտը իր ուզած ժամին եւ իր ուզած ձևաչափով սպառելու հնարավորություն, դիտելու HD որակով, լսելու այն կամ ներբեռնելու աուդիո տարբերակները։ Եթե դեռ չունեք մեր մոբայլ հավելվածներն, ապա անպայման ներբեռնեք դրանք։ Համեցեք lratvakan.am/app եւ Android-ի եւ iOS-ի հղումներն այնտեղ են։ Եթե ինչ-որ բան բաց ենք թողել կամ բաժանորդագրվելուց առաջ լրացուցիչ հարցեր ունեք, զանգահարեք 011 28 0000 հեռախոսահամարով։ Եթե Հայաստանում չեք, +374 11 28 0000։ Վստահ եղեք, որ մեզ որևէ բան այդքան չի ուրախացնում, որքան ներկա եւ ապագա մեր բաժանորդների հետ շփումը։ Մենք միանգամայն հասկանում ենք, որ բաժանորդագրային վճարովի լրատվամիջոցի գաղափարը մեր երկրի համար մի փոքր նոր եւ անսովոր է, բայց եւ այնպես վստահ ենք, որ մենք իբրև ազգ ու հասարակություն այնքան հասուն ենք, որ լիովին գիտակցում ենք դրա անհրաժեշտությունը։ Իսկ հիմա մենք պատրաստվում ենք ձեր ժամանակից եւս մի քանի րոպե խնդրել, որpիսի վերջնականապես կարողանանք բացատրել, թե ինչու ենք ընտրել հենց այս մոդելը։ Օրվա ընթացքում մենք տերաբայտերով ինֆորմացիա ենք սպառում։ Բացարձակապես անվճար։ Իսկ երբևէ մտածել եք, թե ով է վճարում ձեր դիտած եւ ունկնդրած հաղորդումների կամ ընթերցած հոդվածների համար։ Չէ՞ որ ցանկացած բան, առավել եւս ինֆորմացիան, գին ունի։ Կան գովազդատուներ, որոնք իրենց խաբրանքը գովազդելով ոչ ուղղակիորեն վճարում են իրենց քաղաքական նպատակները տեղհասնելու համար։ Դա միշտ եղել է մոնետիկին աշխատավարձ տվողը ինքն էլ իր կարծիքը եւ կամքը թելադրում է հասարակությանը։ Այսօր ձեր փոխարեն վճարում են խոշոր գովազդատուները, մեծ բիզնեսը, որը մեր երկրում հաճախ նույն ինքը մեծ քաղաքականությունն է։ Դե լրատվամիջոցների մի մասն էլ, ինչպես գիտեք, հենց այդ նույն մարդկանց էլ պատկանում է։ Ձեր դիտած, ունկնդրած, ընթերցած մեդիա կոնտենտի համար վճարողների առնվազն մի մասին դուք անգամ երթուղայինում ձեր տեղը ստանալ թույլ չեք տա։ Եթե կա մի խոշոր գովազդատու կամ մի խոշոր քաղաքական կառույց, գործիչ, որը հիմնական ֆինանսավորողն է, ապա բնականաբար նա պետք է թելադրի իր ճշմարտությունը, ով վճարում է, նա էլ պատվիրում է։ Բայց սա ճշմարտության միայն մի մասն է, որովհետև այն ընթացքում, երբ դուք ուշադրությամբ սպառում եք առանց արքուվաճառքի բացարձակապես անվճար ձեզ հասած պրոդուկտը, հենց այդ պահին իրականում արքուվաճառք է տեղի ունենում։ Դուք իհարկե ոչինչ չեք գնում, գնում են ձեզ, որովհետև գովազդային բիզնես մոդելով գործող մեդիայի վաճառած ապրանքը լսարանն է, մարդիկ։
Օրինակ, X հեռարձակողը Y գովազդատուին Z գնով վաճառում է A քանակությամբ կին, B քանակությամբ տղամարդ, որոնց C% ունի բարձրագույն կրթություն, D% զբաղված է մասնավոր սեկտորում, իսկ E%-ն ասենք թոշակառուները։ Կարելի է իհարկե շարունակ դժգոհել լրատվամիջոցների որակից, բայց այս պարագայում բարձրաձայն արտահայտվելու ձեր իրավունքն էլ մի փոքր կասկածելի է։ Չէ՞ որ գնորդը դուք չեք։ Հակառակը ձեզ են գնում։ Գովազդը իր մեջ մի սպառնալիք ունի, նա քանակից է կախված։ Իսկ ակնհայտ է, որ բավականին տատարկաբան ֆիլմեր կարող է շատ ավելի մեծ քանակությամբ հանդիսատեսեր ունենան, քան լուրջ հաղորդումները, բայց սա չի նշանակում, որ պիտի անընդհատ ընթառաջ գնաս այդ քանակությանը եւ հաղորդումների որակը գցես։ Մի բան, որը ցավոք սրտի ավելի հաճախ նկատելի է։ Բայց սա էլ ամբողջ ճշմարտությունը չէ։ Իրականում ձեզ գնում են ձեր իսկ փողով։ Պետք է հասկանալ, որ գովազդատուն իր գրպանից չի տալիս այդ գովազդի գումարները։ Միևնույն է, վճարում է ընթերցողը։ Մարդը, որը այդ գովազդի երին է դառնում։ Տան համար առևտուր անելիս խանութում թողած ասենք 10,000 դրամից մոտավորապես 1500-ը լրատվամիջոցներինն է։ Արտադրողը կամ ներմուծողը այդ հավելավճարն ուղղակի գումարում է մեծածախ գնին, որպեսզի հետո այդ գումարով X հեռարձակողից գնի Y կրթությամբ Z տարիքի A քանակությամբ կին եւ տղամարդ։ Սա է։ Մենք լրատվամիջոցներս ոչ թե լավը չենք, այլ ձերը չենք, որովհետև հենվում ենք մարդկանց ու կազմակերպությունների վրա, որոնց շահերը միշտ չէ որ համընկնում են ձեր շահերի հետ։ Եթե հնարավոր լինել Ստեղծել մոդել, երբ որ սպառող ուղղակիորեն կարողանար մասնակցել նաև ալիքի ուղղակի ֆինանսավորմանը, դա շատ ավելի արդար հարաբերություններ է ստեղծում եւ արանքից դուրս է գալիս ինչ որ մեկը, որը պարազիտություն է անում այդ համակարգի վրա։ Լրատվական ռադիոն ուզում է լինել ձեր լրատվամիջոցը, որտեղ վաճառող ապրանք հաճախորդ համակարգում լսարանը ոչ թե ապրանքն է, այլ հաճախորդը։ Իմ հաղորդումները իրենց մեջ որոշակի քաղաքական երանգավորում ունեն։ Հետևաբար շատ կարևոր է ունենալ անկախ կարգավիճակ։ Անկախ կարգավիճակը տարբեր բաների վրա է խարսխվում, որոնցից մեկը նաև ֆինանսական անկախությունն է։ Բնականաբար բաժանորդագրային ձևը դրա ուղիներից մեկն է։ Հասարակական կարծիք ուսումնասիրելու փոխարեն մենք ուսումնասիրելու ենք բաժանորդային վճարների կառուցվածքը եւ ծրագրային քաղաքականությանը վերաբերող հետևություններն անելու ենք հենց այդ կառուցվածքից։ Գովազդային մոդելով աշխատող լրատվամիջոցի նպատակը գովազդատուին դուր գալն է։ Մենք ուզում ենք դուր գալ ձեզ։ Եվ դրանով իսկ ստեղծվում է ընտանիք, այսինքն համախումբ մարդկանց, որոնք կիսում են այդ լրատվամիջոցի գաղափարները։ Հասույթին 30%-ը ստանալու է ձեր դիտած հաղորդման հեղինակը, որպեսզի ուղղի այն իր կարծիքով հասարակական ամենասուր խնդրի լուծմանը։ Մենք ուզում ենք լինել այդ վաղվա Հայաստանի իրապես հանրային լրատվամիջոցը։ Արժեքավոր կոնտենտ, խոսքի ազատության սկզբունքորեն նոր մակարդակի երաշխիքներ եւ հասարակական խնդիրների ուղղակի լուծում։ Դառնալ վաղվա լրատվամիջոցը առանց վաղվա օրվան սպասելու։